Շնորհակալություն հրավերի համար, նախ ասեմ, որ իսկապես այս տարվա սկիզբը, հետո նաև ապրիլյան իրադարձությունները դարձան տրամաբանական շարունակությունը բոլոր այն զարգացումների, որոնք եղել են 2014 թվականի ամռան ամիսներից սկսած, օգոստոսից սկսած, երբ Ադրբեջան-Արցախյան սահմանում իրավիճակը հետզհետե լարվում էր և մեծ հաշվով լուրջ լարվածություն կար նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանում։ Այսինքն վերջին երկու տարիների բացասական դինամիկան և բանակցային գործընթացի ըստ էության կասեցումը և դադարեցումը վերջին հաշվով բերեցին նրան, որ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին ռազմական ճանապարհով խնդիրը օգուտ իրենց լուծել։ Դրա համար բավական լուրջ աշխատանք էին տարել նախապատրաստական, այդ թվում նաև դիվանագիտական դաշտում, ժամանակից ստանալով տարբեր ազդեցություն ունեցող պետությունների լոյալությունը իրենց քայլերի հանդեպ, սակայն ըստ էության չկարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրը և մեծ հաշվով ունեցանք նոր իրավիճակ սահմանում, ունեցանք նոր լարվածություն, բայց բանակցային տեսակետից և քաղաքական զարգացման տեսակետից էլ ավելի ընդգծվեց և խորացավ այն փակուղին, որը արդեն իսկ կար և որը արդեն իսկ խոչընդոտում էր բանակցությունների ընթացքին նորմալ խաղ ճանապարհով խնդրի կարգավորման բոլոր հնարավորությունների։ Այսօր մենք ստիպված ենք հաստատելու այլևս, որ Ադրբեջանի և հայկական կողմերի միջև ըստ էության որևէ քաղաքական գործընթաց չկա։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս արդեն նշել են իրենց դժգոհությունները կապված Ադրբեջանի մարտավարությունից, նրանց մոտեցումներից։ Ապրիլյան այդ իրադարձություններից հետո տեղի ունեցած երկու նախագահների մակարդակով երկու հանդիպումները, որոնք ըստ էության պետք է գոնե թե նախապատրաստային որոշակի հիմք հետագա բանակցությունները շարունակելու համար մեծ հաշվով ոչինչ չտվեցին։ Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո Ալիևը հրաժարվել է մի շարք պայմանավորվածություններից, դրանից հետո շատ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ պետք է խոսեն հաջորդ հանդիպման ընթացքում, քննարկեն, թե ինչպես է հրաժարվել Ալիևը նախկին պայմանավորվածություններից։ Դա տրամաբանական չէ, հասկանալի է, որ հաջորդ հանդիպումները, ամեն հաջորդ հանդիպում պետք է հենված լինի նախորդում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչելու ընթացքից, պրոցեսից և այլն։ Հիմա արտգործնախարարների հանդիպումը ըստ էության պետք է դառնար այդ նախապատրաստական քայլերից մեկը, և երբ այդ նախապատրաստական քայլերից հետո ընդամենը որպես տեսական հնարավորություն է ներկայացվում նախագահների հանդիպումը, նշանակում է, որ իրական որևէ պայմանավորվածություն այդ ուղղությամբ ձեռք չի բերվել և մեծ հաշվով էլ գործընթացները կամ պրոցեսը տեղից չի շարժվել։ Դա վկայում է նաև Նալբանդյանի այլ գնահատականները։ Նա խորհուրդ է տալիս ընդհանրապես ուշադրություն չդարձնել Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունների վրա, ասելով, որ իրականությունը հայկական կողմը և միջնորդներն են ներկայացնում։ Այո, համաձայն եմ, դա այդպես է, բայց եթե տրամադրվածությունն էլ այդպիսին է, որ պետք չէ ընդհանրապես ուշադրություն դարձնել Մամեդյարովի հայտարարություններին, նշանակում է, որ այս հանդիպումը իրականում ոչինչ չի տվել և դարձել է Ադրբեջանի այսպես առավելապաշտություն ցուցադրելու հերթական հնարավորություններից մեկը, անիմաստ մի բան, ինչը որևէ դրական ազդեցություն խաղաղ կարգավորման գործընթացի վրա իհարկե չի կարող ունենալ։